Անյան, օրինակ Էդգար Ղազարյանն ասում է անդուրջ է համարում ձեր այդ կարծիքը, որ Հայաստան խմբակցությունից նշում են, որ առաջին իրենք են խոսել իմպիչմենտի մասին, հետևաբար դեմ չեն, ասում է, թե դեմ չեք, օրինակ քայլեր ձեռնարկեն, դուք անհատական։ Ես ասացի, հիմա եթե մենք նորից խոսենք, նույնը պետք է կրկնենք, ես գտնում եմ, որ հենց իրենք անլուրջ են, որովհետև իրենք հասկանում են, որ իմպիչմենտ իրականացնելու, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա։ Այդ հիմքերը այսօր առկա չեն, այդ հիմքերը եթե առկա չեն, դա նշանակում է նախորդ գնալ ձախողման եւ կարծում եմ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց իրեն Նիկոլ Փաշինյանին են պետք։ Հիմքերը առկա չեն, ես նկատի ունեմ հաշվարկների արդյունքում իմպիչմենտ նախաձեռնելու համար համապատասխան ձայներ 36 ձայն, գիտեք, որ Հայաստան խմբակցությունը 28 պատգամավորներ են եւ այդ 28 պատգամավորները արտահայտել են իրենց կարծիքը, եթե այդ մնացած 8 պատգամավորները իրենք կարողանան նրանց համաձայնություն ներկայացնել, մենք մեր համաձայնությունը ներկայացնում ենք իմպիչմենտ իրականացնելու եւ երկրորդը համաժողովրդական լայն ընդվզում եւ լայն աջակցություն է պետք։ Հիմա նույն այդ մարդիկ կարող են ասել, որ դուք սկսեք այդ գործընթացը եւ այդ գործընթացը կարող է հիմք հանդիսանալ նաեւ հետագա այսպես ուժերի գեներացման նաեւ փողոցում։ Այս տարիների ընթացքում փողոցային գործողություններ իրականացնելու ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ դեռևս այդ ուժերի գեներացումը չկա։ Հիմա մենք տեսեք, ասում ենք, որ հիմքերը առկա չեն։ Այդ հիմքերը եթե առկա չեն, հենց այնպես իմիտացիա անել, որ այդ գործընթացը սկսել ենք, հենց այնպես նախորդ իմանալ, որ ձախողելու ենք, որովհետև նաև շուրջ 20 պատգամավորների, այլ պատգամավորների աջակցություն է պետք։ Դա է այն բացատրություն։ Իշխանությունը չունի վստահություն։ Եթե որոշակի այդպես քայլեր անեք, չեք կարծում, որ այդ եւ գեներացիան կլինի, եւ մնացած պատգամավորները կմիավորվեն։ Փորձը ցույց է տվել, որ այդ գեներացիան չկա, բայց միևնույն ժամանակ էլ այս իշխանությունները իհարկե չունեն անվստահություն, բայց իրենք անելու են ամեն ինչ, նաեւ իրենց պատգամավորներով եւ իրենց պատգամավորները գտնում են մեկ անձի ճնշման ներքո, ակնհայտ է եւ նաեւ այս օրերի վերջին օրերի իրենց գործողությունները, իրենց արտահայտությունները, որ իրենք դրան պատրաստ չեն եւ չեն գնալու։ Այս իշխանությունները ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը պահելու համար, որովհետեւ իրենք հասկանում են հետեւյալը. նախ եւ առաջ իրենք օգտվում են իշխանական բոլոր լծակներից եւ բոլոր հնարավորություններից ռեսուրսների առումով, ընդ որում եւ վարչական եւ դատաիրավական համակարգի եւ այլ ռեսուրսների եւ պլյուս դրան էլ իրենք գիտեն, որ ինչ են իրենք բերել այս երկրի եւ նաեւ Արցախի գլխին, Արցախը հիմա մենք չունենք եւ դրա համար լուրջ հիմքեր կան իրավական եւ նաեւ քաղաքական այդ պատասխանատվությունը իրենք հասկանում են նախորդ եւ այդ պատասխանատվությունից խուսափելու համար իրենք ամեն ինչ անելու են, որ այդ գործընթացը տապալվի։ Պարոն Օհանյան, իշխանությունը սահմանազատում է նախաձեռնել իրանցի այդ իրադարձությունից հետո 1 տարի առաջ որ տեղի ունեցավ, հետո Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ սա ամենաանվտանգ տեղն է Հայաստանի, այլ գործընթացի շարունակականության մասին ձեզ արդյոք ինչ-որ բան հայտնի է եւ դուք ինչ եք կարծում, ինչու այն չի շարունակվում։ Նախ եւ առաջ եկեք գնահատական տանք այն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, որ այս իշխանությունները անցած տարվա ընթացքում իրականացրել են, այն իրականացվել է ապօրինի եւ միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետեւ այն ոչ թե սահմանազատում եւ սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքներ եւ փոխարենը ոչ մի բան չեն ստացել։ Նույն Կիրանցի հատվածում, այսինքն Տաուշի մարզում մենք ունենք նաեւ հողատարածքներ, օրինակ Բերքաբեր գյուղից, որ ոչ մի մետր
արտահայտությանը չեն հանձնվել։ Չի պաշտպանվել նաև այն բոլոր սկզբունքները, որոնք որ ներառված են ԵՀԿ քարտուղարության համապատասխան գրության մեջ, որ իրենք ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին, այնպիսի սկզբունքներ, օրինակ, որ ապագա սահմանը չի կարող լինել, ասենք, լարվածության օրից առիթ, ուժի չկիրառման, տեղում ապրող մեր ժողովուրդների բոլոր իրավունքների պահպանման, բայց ամենակարևոր սկզբունքներից մեկը, որ հետագայում ես արտահայտել եմ նաև իմ ելույթներից մեկի ժամանակ, որ այդ ԵԱՀԿ փաստաթուղթը կազմվել է Խորհրդային Միության պետությունների համար, որովհետև Խորհրդային Միության ժամանակ սահմանները այնպես է գծված եղել, այնպիսի կոնֆիգուրացիաներով, որ երկու հարևան պետությունները կախվածության մեջ լինեն կենտրոնից, եւ դրա համար է գրվել այդ փաստաթուղթը, այնտեղ օրինակ չի կիրառվել, որ սահմանը պետք է անպայման, որպեսզի լարվածության, բախումների, հետագայում սադրանքների առիթ չդառնա, նաև աշխարհագրական եւ բնական արգելքներով։ Այդ հատվածում օրինակ աշխարհագրական եւ բնական արգելք է հանդիսանում, օրինակ Բաղանիս գյուղից մինչեւ Բերքաբեր գյուղը ընթացող գետը, որը կարող է լուրջ սահման հանդիսանալ։ Հիմա տեսեք, եթե հակառակորդը ուզում է խաղաղության գնա եւ պարտադրում է սահմանազատում եւ սահմանագծում, ինչպես կարող է լինել, որ Կիրանցի օրինակ բլուրներից մեկի լանջով անցնում է այդ սահմանը եւ մեր հատվածից ներառում է միայն կամուրջը։ Ինչի է պետք այդ կամուրջը, եթե այդ կամուրջից օգտվում էր միայն հայկական հատվածը, կամ էլ եթե հակառակորդը գնում է խաղաղության, պատրաստ է իր հարևան երկրի հետ խաղաղության գնա, ինչպես կարող է նա թույլ տալ, օրինակ, որ Կիրանցի դպրոցից ուղղակի մի քանի մետր հեռավորության վրա Կիրանցի աշակերտները ամեն օր մտավախությամբ մտնեն դպրոց եւ մտավախությամբ այդ դպրոցից դուրս գան, երբ որ սահմանում տեսնելու են հակառակորդի հենակետը, հակառակորդի դրոշը, այն հակառակորդի, որի հետ վերջնական խաղաղության դեռևս մենք չենք հասել։ Եվ երբ որ խոսքը գնում է նաև ապագա սահմանազատման հենց այդ նույն հատվածներից, որտեղ որ սահմանազատումը այսպես ապօրինի իրականացվել է, հենց Տաուշի մարզում, սա խոսում է եւս մեկ անգամ նրա մասին պարտադրում։ Հակառակ դեպքում հակառակորդը բավականին այսպես տարածքների ներխուժում է իրականացրել այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք։ Իրենք շարունակում են ինչ-որ իրենց պայմանները թելադրել։ Իհարկե շարունակում են պայմանները թելադրել։ Հակառակ դեպքում ես նորից եմ ասում, եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, ճակերտներով ասած, սահմանազատում, սահմանագծում է իրականացվել, ինչու որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ հատվածում, Կիրանցի Բերքաբերի հատվածում, որտեղ որ 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք, եթե իրենք փողզիջման գնային, իրենք էլ նույն այդ տարածքում կզիջեին, այսինքն սա միակողմանի զիջում է, իսկ միակողմանի զիջումը դա, ասենք, երկու հարևան պետությունների, այսինքն երկու հակառակորդ պետությունները, որոնք որ ձգտում են դառնալ հարևան պետություններ եւ խաղաղ համակեցությամբ ապրել, ապա փողզիջման տարբերակով դա պետք է իրականացվի։